Ինչպես չդառնալ կիբերհանցագործության զոհ, թեմայի շուրջ կզրուցենք ներքին գործերի նախարարության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մկրտչյան, շնորհակալ եմ զրույցի հնարավորության համար։ Համացանցի միջոցով հանցագործությունները մտահոգիչ են, կիբերհանցագործությունների բացահայտման գործում ինչ մարտահրավերներ կան եւ դրանց դեմ պայքարի ուղղությամբ ինչ գործիք կազմեք իրավուն վարչությունը։ Շնորհակալություն հարցի համար։ Ցանկացած հանցագործության, այդ թվում նաև կիբերհանցագործությունների արդյունավետ բացահայտման մարտահրավերներին դիմագրավելու համար կարևոր է ունենալ նախ առաջինը մասնագիտական բարձր որակներ ունեցող աշխատակիցներ, տեխնիկական գործիքակազմ, ինչպես նաև ունենալ շատ արդյունավետ միջազգային համագործակցություն։ Առաջինի մասով մենք արդեն իսկ բավականաչափ աշխատանք ենք կատարել, մասնավորապես 2024 թվականի նոյեմբերի 1-ից ձևավորված քրեական ոստիկանության կազմում ընդլայնվել է արդեն իսկ գոյություն ունեցող կիբերհանցագործություններով մասնագիտացված ստորաբաժանումը, այժմ այն գործում է վարչության ձևաչափով եւ համալրված են նոր աշխատակիցներով։ Յուրաքանչյուր ամիս այդ աշխատակիցների մասնագիտական գիտելիքները բարձրացման ուղղությամբ կազմակերպվում են հատուկ դասընթացներ, թե Հայաստանի Հանրապետությունում եւ թե եվրոպական մի շարք երկրներում։ Ներկայումս ներքին գործերի նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում ստորաբաժանումը տեխնիկապես զինելու մասով եւ դրա մասին է վկայում այն, որ շատ մոտ ապագայում քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմում արդեն կլինի ձևավորված կիբերլաբորատորիա, ինչը կօգնի կիբերհանցագործությունների, ոչ միայն կիբերհանցագործությունների, այլ թվում նաև այլ հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը բարձրացման հարցում։ Բացի այդ, Հայաստանի Հանրապետությունը մաս է կազմում կիբերհանցագործություններով Բուդապեշտյան կոնվենցիային եւ 2007 թվականին վավերացրել է այդ կոնվենցիան։ Սա ներկայիս միակ միջազգային փաստաթուղթն է, գործուն փաստաթուղթն է, որի միջոցով երկրները համագործակցում են միմյանց հետ թվային ապացույցների փոխանակման հարցում եւ այն հիմնականում միտված է կիբերհանցագործությունների բացահայտելիության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ Նաեւ մեծ ուշադրություն է դարձնում սոցիալական կայքերի, տարատեսակ ֆինանսական հարթակների հետ համագործակցության ամրապնդումը, քանի որ մեր հանրապետությունում քաղաքացիները օգտագործում են այնպիսի սոցիալական կայքեր, շատ դեպքերում օգտվում են կրիպտոակտիվներից, որոնք ֆիզիկապես Հայաստանի Հանրապետությունում չեն գտնվում եւ նմանատիպ հանցագործությունների բացահայտման հարցում շատ կարեւոր նշանակություն ունի տվյալ ընկերությունների հետ համագործակցություն ունենալը։ Շատ լավ, տարածված երևույթ է զեղծարության միջոցով ֆինանսական միջոցների շորթումը։ Կիբերոստիկանության ջանքերի շնորհիվ արգելափակվեց Hello-Bit ֆինանսական բուրգի կայքերի գործունեությունը, կմանրամասնեք այս մասով ինչ հաջողություններ ունեք։ Մոտ 3 ամիս առաջ կիբերոստիկանություն անունը կրող մեր տելեգրամյան հարթակի միջոցով մենք իրազեկեցինք մեր քաղաքացիներին, որ հանրության շրջանում տարածում է մի հարթակ, որը որ միտում ունի դառնալ ֆինանսական բուրգ։ Եվ 2 ամիս հետո այդ ֆինանսական բուրգը դադարեց իր գոյությունը եւ սկսեցին չվճարել քաղաքացիներին իրենց ներդրած ֆինանսական միջոցները եւ բնականաբար մեր կողմից հորդոր կատարվեց, որպեսզի բոլոր տուժած քաղաքացիները դիմեն իրավապահ մարմիններին, որից հետո նոր միայն մենք հնարավորություն կունենանք օրենքով սահմանված կարգով որոշակի գործողություններ իրականացնել։ Ստացված հաղորդումների հիման վրա մենք կարողացանք միջազգային մեր գործընկերների հետ միասին արգելափակել այդ դոմենային անվանումները, որոնց միջոցով նշված հանցավոր կազմակերպությունը հանցավոր ծառայություններ մատուցում եւ առաջարկում էր քաղաքացիներին գումարներ ներդնել եւ ներկայումս ակտիվ աշխատանքներ են իրականացվում այդ հանցագործության մեջ ներգրաված բոլոր անձանց հայտնաբերելու եւ արդյունավետ քննություն իրականացնելու ուղղությամբ։ Ունենք շոշափելի արդյունքներ, այսինքն մենք հնարավորություն ենք ունեցել պարզել, թե Հայաստանի Հանրապետությունից հափշտակած ֆինանսական միջոցները կրիպտոակտիվների միջոցով որ երկրներին են փոխանցվել, ինչ եղանակով են դրանք երկրագրվել, այսինքն վերածվել կանխիկ դրամի եւ ներկայումս կրկին միջազգային համագործակցության շրջանակներում աշխատանքներ են տարվում այդ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Վերջերս նաև նախազգուշացրեցիք նոր ֆինանսական բուրգի գոյության մասին։ Քաղաքացիները ինչ պետք է անեն, որպեսզի չդառնան կիբեր հանցագործության զեղծարության զոհ։ Քաղաքացին պետք է հստակ գիտակցի, որ մեծ եկամտաբերությամբ ֆինանսական հարթակներ գոյություն չունեն, եթե օրինակ պայմանական այդպիսի հարթակները լինեին իրական, ապա մեծ ֆինանսական ռեսուրս ունեցող անձինք ոչ թե բանկերում
ավանդներ կդնեին իրենց գումարը, այլ նմանատիպ հարթակներում ներդրում կանեին եւ մեծ եկամտաբերություն կունենային։ Համար մեկ պայմանը այդպիսի հարթակներին չվստահելն է։ Երկրորդը ֆինանսական զեղծարարության տեսակներից է, երբ քաղաքացիները վստահում են այս կամ այն գովազդին, որոնք որ առաջարկում են վերջիններիս գումարներ, ընդ որում այդ գումարները առաջարկում են ոչինչի դիմաց, այսպես ասած, եւ քաղաքացիները մուտքագրում են իրենց բանկային քարտի տվյալները, գումարները ենթադրյալ ստանալու նպատակով, սակայն ցավոք սրտի կրում են ֆինանսական վնասներ, քանի որ հանցագործները հասնում են իրենց նպատակին եւ հափշտակում են մեր քաղաքացիների գումարները։ Բազմաթիվ են դեպքերը, երբ օրինակ համացանցի Facebook սոցիալական կայքում մեր տարբեր ընկերությունների անունից տեղադրում են գովազդներ, խոսում են տարատեսակ խաղարկությունների մասին, բնակարան, մեքենա, ընդ որում այդ խաղարկության հաղթող վերջինս հայտարարում են բոլոր այն մասնակիցներին պայմանական, ովքեր որ կնշեն իրենց ծննդյան տարեթիվը կամ կատարեն որևէ գրառում։ Նմանատիպ գովազդների դեպքում մեր քաղաքացիները ուղղակի պետք է փորձեն կապ հաստատել այդ ընկերության աշխատակիցներից որևէ մեկի հետ եւ փորձել պարզել արդյոք այդ գովազդը տեղադրված է վերջիններիս կողմից թե ոչ։ Նմանատիպ պարզ գործողությունը մեր քաղաքացիներին հնարավորություն կտա զերծ մնալ ֆինանսական զեղծարար ուղղվածություն ունեցող հարթակներից։ Պարոն Մկրտչյան, վերջին շրջանում հատկապես տարածված է պետական պաշտոնյաների անունով կեղծ հաշիվների ստեղծման դեպքերը, կանխարգելիչ ինչ միջոցառումներ իրականացվում այս մասով եւ որքանով են դրանք արդյունավետ։ Առաջի ազդակները երբ ստացանք, որ պետական տարբեր աշխատակիցների անունից WhatsApp հավելվածում բացում են հաշիվներ, մեր կողմից կատարվեց վերլուծություն եւ այդ վերլուծության արդյունքում եկանք այն եզրահանգման, որ այդ հանցագործությունը կատարվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս եւ հիմնականում թիրախավորում էին բժշկական հաստատությունների եւ պետական ոլորտի աշխատակիցներին եւ ֆինանսական հափշտակած գումարները փոխակերպում էին կրիպտոակտիվների, այնուհետև այդ կրիպտոակտիվները փոխանցում օտարերկրյա որևէ պետություն եւ ելքագրվում այնտեղ։ Մենք ի հայտ բերեցինք այն ընկերությունները, որոնց միջոցով էր այդ փոխանցումները իրականացում եւ այդ ընկերությունների հետ համագործակցության արդյունքում հնարավորություն ունեցան կանխարգելել մի շարք հանցագործության դեպքեր։ Դրանից հետո հանցագործները փորձ կատարեցին, ներկայումս եւս փորձում են հափշտակած գումարները փոխակերպել Հայաստանի Հանրապետությունում գործող տարբեր կրիպտոչենջերի միջոցով եւ այդ կրիպտոչենջերը եւս իրազեկված են, որ կա նմանատիպ հանցագործություն, այսինքն հանցագործները մոլորեցնում են քաղաքացուն, վստահեցնում են նրան, թե իբր նրա ֆինանսական միջոցները կարող է սառեցվել, կա աբեկչության ֆինանսավորման ռիսկ, նրա փողերի հետ կապված առաջարկում են այդ գումարները որևէ կրիպտո ընկերության միջոցով փոխանցել որևէ կրիպտո հաշվի, որպեսզի վերջիններս իբրև թե զերծ մնան ֆինանսական այդ կորուստներից։ Բնականաբար համագործակցելով այդպիսի ընկերությունների հետ մենք հասանք այն կետին, որ որոշ դեպքերում, երբ քաղաքացիները փորձ են կատարել գումարը ուղարկել զեղծարարների կողմից տրամադրած ֆինանսական հաշիվներին, հենց այդ ընկերությունները զգուշացրել են նրանց, որ չուղարկեն կամ կապ են հաստատել մեզ հետ եւ մեր աշխատակիցների հետ միասին այդ քաղաքացիների հետ բացատրական աշխատանքներ է կատարվել, այդպիսով իսկ կանխարգելվել մի շարք հանցագործության դեպքեր։ Մտահոգիչ են նաեւ որոշ հարթակների միջոցով թմրանյութերի առցանց իրացման դեպքերը, հաշվի առնելով, որ նշված հարթակները ունեն պաշտպանվածություն, ինչ գործիքակազմ ունեք նման դեպքերը բացահայտելու ուղղությամբ։ Եթե խոսքը վերաբերվում է տելեգրամյան հեռահաղորդակցության համակարգի միջոցով տեղի ունեցող հանցագործություններին, ընդ որում այստեղ նշանակություն չունի, թե խոսքը վերաբերվում է թմրամիջոցների ապօրինի վաճառքին, թե կեղծ փաստաթղթերի վաճառքին, այստեղ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանությունը ունի մշակված հստակ գործիքակազմ, որը տալիս է իր արդյունքները։ Մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ քրեական ոստիկանության գլխավոր վարչության կողմից բացահայտվել են հենց տելեգրամյան հարթակի միջոցով իրականացվող հանցավոր գործունեություններ։ Եվ ամփոփելով մեր զրույցը, ոստիկանությունը հանրային իրավագիտակցությունը բարձրացնելու ուղղությամբ ինչ քայլեր ձեռնարկում։ Պարբերաբար ոստիկանության լրատվական ծառայության միջոցով տարատեսակ տեսանյութեր է ստեղծվում եւ տարածվում եւ դրանով իսկ փորձում են քաղաքացիներին իրազեկենք
որպեսզի վերջիններս զերծ մնան տարատեսակ հանցավոր գործունեությունից։ Բացի այդ, ներքին գործերի նախարարության կազմում գործարկվեց կիբերմարտահրավեր հաղորդաշարը, որը որ կրկին հեռարձակվում է թե YouTube-յան հարթակում եւ տարբեր հեռուստաընկերություններով է ցուցադրվում այդ հաղորդաշարը եւ այդ հաղորդաշարի ընթացքում կրկին փորձում ենք ներկայացնել հանցատեսակների մասին եւ ինչպես պաշտպանվել այդ հանցատեսակներից եւ քաղաքացիների մեդիագրագիտությունը իրազեկվածության մակարդակը էլ ավելի բարձրացնելու նպատակով գործարկվեց կիբերոստիկանություն Telegram-յան հարթակը, որը որ միտված է ամենօրյա ռեժիմով քաղաքացիներին տեղյակ պահել այս կամ այն հանցավոր երևույթների մասին եւ բավականին դրական արձագանք ունենք այդ հարթակի մասով, բազմաթիվ քաղաքացիներ տարատեսակ խորհուրդներով, տարատեսակ հարցերով դիմում են մեզ եւ մենք մեր հնարավորության սահմաններում փորձում ենք օգտակար լինել մեր քաղաքացիներին թե մեր խորհուրդներով եւ թե օրենքով մեզ տրված լիազորությունների շրջանակներում։ Շնորհակալ եմ, պարոն Մկրտչյան։ Հիշեցնեմ, զրուցում ենք ներքին գործերի նախարարության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանի հետ։ Լավ մնացեք, կհանդիպենք։